Մեղվի նման անընդհատ ուզում եմ մոտենալ իմ սիրուն ծաղիկներին, հենց որ ծաղիկներս ծաղկում են, այս տեսարանը դառնում է իմ համար ամենահիասքանչ վայրը եւ չեմ ուզում հեռանալ, ինչքան էլ շատ գործեր եմ անում, մի պահ հետ եմ դառնում ու գալիս եմ ծաղիկներիս կողքով շրջում եմ, գնալով ավելի են սիրունանում, բացվում են եւ անուշ բույր են տարածել իմ բակով մեկ, ահա խնդրեմ սիրելի հետևորդներ ջան, չեմ մոտենում իմ վարդերի շարքին, քանի որ շտապում եմ, երեկոյան ժամերն է եւ շատ կարեւոր գործեր ունեմ այս ժամի հետ կապված, հովն ընկել է, իմ սիրուն պատկերասրահը էլ ավելի է գեղեցկացել, միշտ նայենք վերև սիրելի հետևորդներ ջան, անձրևաբեր ամպեր կան, չեմ կարծում որ կարգտավեր ամպեր են, քանի որ այս պահին փոփերը չեն կրակում եւ հանգիստ անձրև է մեզ սպասվում, որն էլ հենց իմ սրտով է։ Մի շատ կարևոր գործ եմ ուզում անել եւ դրա համար եմ այդքանը ասում։ Հիմա ուզում եմ ցույց տալ մյուս օրվա կատարածս աշխատանքը, թե ինչքան տեղ եմ հողը փորել, մաքրել, ազատ օրերիս, որ տանն եմ եղել, այս կողմից սկսել եմ ահա ձեր հետ միասին, գործս անելով, գնացել եմ հասել այնտեղ, մինչև վերջ փորել եմ, ինչքան որ ուզում էիս, առաջը բաց է, այդ գործն էլ կլինի, ես դեռ սպասողական վիճակում եմ, սպասում եմ վարպետի գալուն, ներքևը այն գործիքով խոտ են ուզում հնձեն և դրսից չգիտեմ, թե ինչպես կստացվի իմ զրուցելը ձեր հետ, բայց այս պահին գնանք տուն, կոֆեն դրեք, գալիս եմ։ Մի հատ պատուհանը փակեմ, որ այդ դրսի ձայները չգա, այդ գործիքի ձայնը չգա, քանի որ ներքևի հարևանս այդ գործով զբաղվում, բարևում եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, հրաշք բնության տեսարանը ցուցադրելով բարևս չփոխանցեցի, ճիշտ են ասում էլի, որ մարդ երբ որ բնության գրկում է լինում, խոսելու ընդունակությունը կորցնում է։ Մի պահ ես այդ վիճակի մեջ եմ գա եւ հիմա ուշ չէ, բարևում եմ բոլորիդ, ինչպես եք սիրելի հետևորդներ ջան եւ ինչով եք զբաղված։ Ես այսօր երկրորդ անգամ ձեզ եմ միանում, բլոգ եմ ուզում պատրաստել իմ եւ ձեր համար, որպեսզի երեկոյան ժամերը այն գործերը, որ պիտի կատարեմ, ձեր հետ զրուցելով կատարեմ, ձեզ էլ տրամադրեմ աշխատելու։ Հարցը մենակ այն չէ, որ այս ժամին ես հիմա ուզում եմ կոֆե եփել, կոֆեն չէ պատճառը ձեզ միանալու, սիրելի հետևորդներ ջան, այլ իմ լավ ու բարի գործերն է պատճառը, որ ուզում եմ ձեզ միանալ։ Դե ինչ, կոֆեն եփենք։ Ջուրը բաժակի մեջ եմ լցրել։ Եվ հիմա կոֆեն եփենք։ Միացեք իմ կոֆեի այս ժամին։ Պատահում է երբեմն, որ այս ժամին նույնպես կոֆե խմելու ցանկություն է առաջանում բոլորիս մոտ։ Երբեմն ասում ենք ուշ ժամի որ խմենք չենք քնի, բայց դա սուտ է, միֆ է, սիրելի հետևորդներ ջան, քանի որ դա միայն մենք ենք մեզ տրամադրում ամեն ինչին, վայ Աստված ջան, հայելու առաջ կանգնելով, մի քիչ առաջ, որ նորից մոտեցել էի հայելուն, որպեսզի տեսնեմ դեմքիս վիճակը ոնց է, քանի որ սա նույն օրվա մեջ եմ, որտեղ ես առավոտյան գնացի ասեղային մազահեռացման եւ դեմքս էի ուսումնասիրում հայելու առաջ, մեկ էլ ինչ եկավ մտքիս այդ պահին, սիրելի հետևորդներ ջան, այն գանգուր մազերով, խիտ մազերով, երկար մազերով շնիկները որ կան, փոքր սենց խալիքի նմանվել եմ նրանց, որ մազերը դառնում է աչքերի առաջը, հետո մազերի արանքից աչուկները պսպղում են, ու հենց որ մենք տեսնում ենք, իհարկե եթե կենդանասեր ենք, մեր կամքից անկախ շպտում ենք եւ մեր մոտ քնքշանք է առաջանում, հենց որ մոտեցա հայելուն, հենց այդ միտքս եկավ, ինքս ինձանից անկախ մի տեսակ ասեցի, ոնց որ այն փոքր խալիք շնիկներից լինեմ,
ահա մազերս որ լվանալուց հետո չորանում է, բնականon կերպով, ահա այսպիսի գանգուրիկներ առաջանում, չեմ սանրել, ասեմ որ սանրելը շատ բարդ է եւ մինչեւ թափ չեմ անում մազերս, չեմ կարողանում սանրել, սիրելի հետևորդներ ջան, հավաքում եմ, երբեմն էլ չեմ սանրում, անկեղծ եմ ասում եւ ձեռքերս թացանելով քսում եմ մազերիս եւ ուղղվում եմ մազերս Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, ինձ էլ այդ փոքր շնիկին նմանացրի, նաև երբ որ վլոգիս սկզբում ասեցի մեղվի նման, ուզում եմ անընդհատ ծաղիկների մոտ գալ, դա ձեր խոսքն է, որ սենց փոխաբերական իմաստով գրառումների բաժնում միշտ ինձ համեմատում եք մեղվի հետ, ուղղակի ուզում եմ այնքան զրուցել ձեր հետ, մինչև կոֆեն կեփի, կոֆես կվայելեմ ու կանցնեմ իմ այդ շատ կարևոր գործին, որը նախատեսել եմ շատ վաղ ի վերջո այսօր նպատակին կհասցնեմ երեկոյան, 3 երեկոյան շիթիլներ եմ գնել, պամիդորի շիթիլ, քաղցր ծիծակի շիթիլ, այլ շիթիլներ չկարողացա ձեռք բերել եւ հույս ունեմ, որ կլինի այդ թեմայով, երբ որ կգնամ գործս կսկսեմ, այնտեղից կզրուցեմ, հիմա քանի դեռ էստեղ եմ եւ տեսախցիկին էլ ավելի մոտ եմ կանգնած, ուզում եմ ցույց տալ դեմքս, թե ինչ է կատարվել այդ անցանկալի մազերը ասեղային եղանակով հեռացնելուց հետո, թեթևակի ուռածություն կա, շատ թեթևակի, ցավի զգացողություն չկա, այս ընթացքում հանգիստ եմ եղել, պարկած եմ եղել, քանի որ դրանից հետո պետք է հանգիստ լինենք, շատ կռացած չմնանք, որպեսզի դեմքը չուռի, սիրելի հետևորդներ ջան, շատ նուրբ կանոններ կա, որ ճիշտ կատարելու դեպքում այդ ընթացքը հեշտ ենք տանում, չի կարելի լվանալ մինչև 3 օր, բայց ասեմ, որ առաջի անգամ երբ որ արեցի, դրա հաջորդ երկրորդ օրը մի լավ տեղին լվացվել եմ, լվացվել շատ եմ սիրում, ոչ միայն վաղ առավոտյան ժամերին, որ քնից նոր եմ արթնանում, այլ օրվա ընթացքում շատ եմ սիրում անընդհատ դեմքս ջրով շփել, որը հենց դեմքին թարմություն է պատճառում։ Իհարկե մազերս պիտի հավաքեմ, այսպես չեմ կարող հողի հետ գործանել, կռացած գործանել, որը հավաքվում է, որը չի հավաքվում։ Ես հարմարվում եմ այդ դրության հետ։ Ահա իմ կոֆեն եփեց։ Հիմա բաժակը լցնեմ եւ ինչեւ որ կհովանա, որ ես խմեմ, սիրելի հետևորդներ ջան, այդ ընթացքում գնամ մազերս հավաքեմ, այդ շիթիլները տանեմ ներքև հասցնեմ, որ գնել եմ, ասեմ, որ ջրի մեջ եմ պահում, շիթիլները տարա ներքև, բայց սիրելի հետևորդներ ջան, այդ մարդիկ, որ գործ են անում, այդ գործիքով խոթնձելու, գիտեք ինչքան է աղմկարար գործիք, հիմա չգիտեմ ոնց եմ կարողանալու ձեր հետ զրուցել, քանի որ նման դեպքերում պետք է ես բարձր խոսեմ, քանի որ ինչպես տեսնում եք, բարձրախոս չեմ օգտագործում եւ ստիպված բարձր եմ խոսելու Եվ չեմ սիրում, երբ որ ես բարձր եմ խոսում, երբ որ մարդը հատկապես կին արմատը բարձր է խոսում, ձայնը մի տեսակ փոխվում է, իսկ ես սիրում եմ հանգիստ խոսել, մի փոքր էլ սպասեմ, մարդիկ այդ հատվածի գործը շուտով կավարտեն, դուք էլ ձեր կոֆեն վայելեք եւ սպասեք, որպեսզի տեսնեք, թե այսօր ես ինչ գործեր եմ կատարում։ Սիրելի հետևորդներ ջան, ես դեռևս սպասում եմ, որ այդ աղմուկը հանգստանա, գործները ավարտեն։ Լսում եք, թե ինչքան մոտ է այդ աշխատանքի ձայնը եւ մի փոքր էլ սպասեմ։ Մոտ 1 ժամ ավելա Այստեղ եկել եմ նստել, իմ գործի կողքին, իմ բախչում, սպասում եմ, որ այդ աղմուկը հանդարտվի, ժամանակ առ ժամանակ հանդարտվում է, եւ իմ մարդիկ իրանց գործից մի հատ հետ են կանգնում, շունչ են քաշում ու էլի շարունակում, հիմա չգիտեմ, էլի կշարունակեն, թե ավարտեցին իրանց գործը, այսքան տեղը, որ ես փորել եմ այս օրերին, սիրելի հետևորդներ ջան, շատ դժվարացա, քանի որ երկար տարիներ այս հողը չէի մշակել ու կարելի է ասել այս հողը
Անմշակ հող էր դարձել ու շատ եմ չարչարվել։ Տեսնում եք, թե ոնց եմ մաքրել։ Ահա, մոտեցնեմ, ես այստեղ նստած եմ, տան կողքին նարդիվաններ կացեմ են պիտոնից, որ իջնենք, գանք մեր պատվալ, գնանք մեր բաղ ու բաղճեն։ Էստեղ, մինչև էստեղ պամիդորի շիթիլներն ա, մեծ, երկարած։ Այս ամանի մեջ եմ դրել, քանի որ այս ամանը միշտ սնունդի մեջ եմ օգտագործել, չգիտեմ ոնց եղավ, այս վերցրի ու սրա մեջ լցրի։ Այդպես դասավորվեց։ Դա չի խանգարում, որ պահին էլ որ հեղուկով լվանամ, կդառնա նույնը եւ ելի կշարունակեմ սննդի մեջ օգտագործել։ Այնտեղ որ սպիտակին ա տալի, այն գնդակ դարձող սնկերից ա, երեք քախանելիս ամփուշմոշի թփերի արանքից եմ հանել, որ բսնել էր։ Մոտեցնեմ այս ձևով, ահա, հրաշալի տարբերակ։ Այստեղ իմ ամփուշմոշի թփերն են, որ այսքան սիրուն մեծացել են, այսի մեջ կա։ Հետևից եկավ ու սկսեց ինձ կսմսվել, պահի տակ վեր թռա, սիրելի հետևորդներ ջան, եւ եկավ կողքս իմ սիմեջկան։ Դեռևս իրեն ամբողջապես լավ չի զգում, կաղում ա, ոտքը ցավում ա, մի խոսքով։ Տեսնենք երբ կառողջանա Սիման, չի կարողանում գնալ նորմալ որս անել։ Ես եմ իրան կերակրում եւս պահանջի, կերակրում եմ։ Դե մի քիչ էլ սպասեմ, տեսնեմ դրությունը, եթե հանդարտվի, մարդիկ գործը ավարտած լինեն, ես էլ իմ գործն սկսեմ։ Մի քիչ այսօր ընկոմ պտտվեցի, ոնց որ թե մարդիկ իրանց գործը ավարտել են։ Մի հատ էս գնդակաձև սունկը ցույց տամ։ Ահա։ Այսքան սիրուն, բայց ոչ պիտանի։ Այսենց, օպա։ Այսենց հա, միչուկը։ Այս ուզում եմ շատ հեռու գցել իմ տարածքից, քանի որ սունկը սպորներ ունի եւ իր սպորներից նորից կաճի։ Դրա համար տանեմ հեռու գցեմ ու գամ սկսեմ աշխատեմ։ Այս էլ երրորդ մարգն ա, որը սկսել եմ գործը, սիրելի հետևորդներ ջան, նախքան շիթիլը շարելը պետքա մարգեր անենք։ Հլա մի հատ էլ թե կարենանք մարգերի օլորը երգենք։ Գիտեք այդ երգը։ Մարգերի օլորը, մարգերի օլորը։ Բայց դրանից եթե գիտեմ ոչ ես։ Եթե գիտեք կարակ բառերը գրեք գրառումների բաժնում, սիրելի հետևորդներ ջան։ Ուրեմն որ ասում եմ փողը լավ փորել, մաքրել, մշակել եմ, արմատը, տակրին ջկել եմ, քարուկիլը ջկել եմ, բայց միևնույնն է, քարերը դեռ կան։ Ուղղակի ես այն ամենախոշորներն եմ հանել, փորելու ընթացքում որը ռաստա եկել, հանել եմ, մեղրաղն եմ գցել, բայց ոնց անես, ոնց ասած փողը իր միջին պղում է։ Ինչ որտեղ դա լավ է, այն շատ շոգ ֆախտերը, այդ քարերի սառնությունը բույսերին է փոխանցվում, հետո բույսերն իրանց լավ են զգում։ Փողը դեռ թացայ, այնքան անձրևնի եկավ, որ փողը դեռ թացա։ Համեն այդ քարերը, որ ռաստ կա, ետ հանել տինտենը գծել, բայց միևնույնն է, ետ փողը իր միջին, քարուգիլը պղում է, իրա փայն պղում է միշտ էլի։ Ամեն մի մարգը իրարից կես մետրը հեռու եմ անում, որ բույսերը լավ աճեն, զարգանան, ես էլ կարենամ միջովը անցվի դարձանեմ, հետո բեջարեմ։ Այդ հենց, մեմեն որ տակրի մակրել մնացել է, մեմեն քոլի ծերա մնացել, էդ էլ պտխունցով վիրք ունիմ, ձեռնոտ չի հակա, ես էլ քար չէ, դրա կարիքը չկա, քանի որ վաղտելում ուզում ենք փողին ձեռ տանք, էլի, այդ մի ուրիշ զգացողություն ասրել է հետևորդներ ջան, մտնում հայ, մտնում 7 անցա, գործը շատ եդնգավ, բայց ես պետքա ինչքան հնարավոր է, մի քանի մարկ անեմ, այդ շիթիլնուցը շարեմ, շատ շիթիլ եմ առել, սիրելի հետևորդներ ջան, պամիդորի 3 տեսակ, չէ, 4 տեսակ պամիդոր եմ առել, մի քանի հատ էլ քաղցր ծիծակ, կծու ծիծակ էլ, հա, չարի մտից նգնի, բայց ես այդ ամեն ինչիս էլ մեր նունին դե լավ գիտեք, շանց եմ տվել են, եփեր, հետո հիվնդացա, հետո էս, հետո են, 1000 մահանա մեջ ընգավ, բայց թե կարևորն են ա,
Սորես լաբորով ես այս գործը սկսել եմ սիրել հետևորդներ ջան։ Այս մարգելու ընթացքումը, այս կողքերին, որ ճումբը խոժոռ մնացել փորելու վախտը, սա հենց թորխի ծերով տալիս ենք, այդ ճմբները ջարդում, դզում ենք։ Սենց, լադերնդի չոր պեյնաֆող կա, նրանից էլ տին բերել, շիթիլ դնելուց եդը մարգերումը շախտին տալ, կտենակ էլի, աստված առաջ։ Նամին մի քանի հատ մարկ անեմ, ճիշտ է ես այս պահին մարգերի ոլորը երգում չեմ, գործ անեմ էլի, այդ որդի կհասնու, որ է համ խոսիմ, համ գործ անեմ, համ էլ երգեմ։ Այս մի մարգն էլ ծեր արի, ինչև ստիա։ Հետո այդ նույն ձևով, հլագոն է ես իրեք, գոն է մի 5 հատ մարկ անեմ, հետո ետ կդարնամ շիթիլնին կշարեմ։ Շիթիլնի շատ ավենձացել, շատ ա երգարել, լատենանք էլի ոնց կլի։ Որ ֆողս է հենց այս գույն արևում, հմի տեհեք սայ, այս թարխում եմ, սևին ատալի։ Այս իրա թացություննա, իրա բերիություննա, ստի պեյնա ֆողա սիրելի հետևորդներ ջան։ Ես ինչքան շատ քան ամնացել, ինչքան ջգում եմ, ինչքան հանում եմ, հատնում չի։ Այս ամբողջ տարածքի, այս իմ բաղի ամբողջ տարածքի, մենակ այս մասնատը հենց, դժգողում չեմ, սիրով եմ անում գիտեք, ձեզ էլ տրամադրում եմ։ Մի շատերիս ամուսիններն են գնացած, մենք էլ օջախի ծուխը ծխացնում ենք, քանի որ մի այդ շրջանն է, շատերը տեքը շիթիլ դնում, այս անձրևնին շատ խնգարեցին սաղիս էլ, մարգերան ենք, շիթիլին շարենք։ Մի 5 տարի է ես հենց ֆողի գործ չեմ արել, հմի էլ գիտեք խի եմ անում, սիրելի հետևորդներ ջան։ Թողներս գալտին, իրանց գալու առիթով եմ անում, որ գանիմ ցանած պամիդորիցը իրանց թաթիկնովը պոկեն, համով ուտեն, ուրխանան, ես էլ ուրխանամ, ինձ հետ միասին, մեր հետ միասին էլ դուք էլ ուրխանակ։ Այդ մարդիկ իրանց գործը պրծան, էտա արդեն բնության ձայներն ենք լսում, մնելին, էլ չասեմ, այս թորխի քրթքրթոցը, այս ձայնը մի աշխարհ արժե, աշխատանքի ձայնը մի ուրիշ է։ Հաշվենք մի 2, 3, 4, մի հատ էլ անեմ, հետո շիթիլը կսկսեմ շարելը։ Կես մետրը աչկաչափով կես մետրը մարգերը իրարից հեռու եմ անում։ Վերջումն էլ շանց կտամ էլի արածս գործը։ Բերում եք ես ոնց հոսերին տալի ֆողը։ Ես մեն մնացած բաներն էլ մաքրեմ, սենց հավ գործը առաջ գնում, սենց հավ ֆողը մաքրվում, մի անգամից չի իլում։ Ոնց որ շատ հեռացրի, այս ճմբներն էլ գզեմ, եդինը սիրունանա։ Խոսքով չմիմ, ծուրտիկ մարգեր անեմ, ստյան խոտեր դուս եկան, որ գետնի տակին էր մնացել, բայց թե որ մարգում ենք, երեսն անգնում արդեն պետքա վիր ունենք։
էլ 5-րդ մարգը։ Ուրեմն սիրել է դերորդներ ջան, թեխի եմ մարգերը սենց հանում, ոչ թե երկարությունով, քանի որ այսքան տեղի ֆողը թեքն է, մանավանդ որ մեր գործը ֆողի հետ է ալում, պետք է ֆողին մտիկ անենք, տենանք թեքությունը ոնց է, որ կողքի վրա է թեքը, երգենքին մարգերը տանենք, թե լենքին տանենք, հմի ես լենքին եմ տարել մարգերը, սենց ավելի ճիշտ է, այս որ գլխավերը ալում, ջուրը փախցնում է։ Լավ էլ ուղիղ եմ արել մարգերը, աչկաչափս լավն այլել։ Շատ լավ է, ծուրտիկ մուրտիկ չեմ արել, առանց թել կապելու մարգել եմ, շատ լավ է։ Հեռավորությունին լավ եմ պահպանել, մարգից 50 սանտի, 40 սանտի, դե հենց պետք է հեռու լի, սիրելի հետևորդներ ջան։ Կարմիր ամբերը դուս են եկել, եկցել տի արևը լիլ, բայց ես ուզեի անձրևը լիս, որ շիթիլին արևը շատ չվառելի, դե դրա ճարն էլ կա, ջրած տիմ պահել։ Դե մտնում ավի կենամ շարեմ հլա, տենամ ես ոնց եմ շարում ես բոյբուս հաթով շիթիլնին։ Նստելու վաղտ չկա, մտնում է, որ նստեցի, նստածը ստեղից է, ես տե հա, որ ստի պետք է, մին թորխը գծեմ սհե, գզեմ, ես մարգիտ հինգուքն է, պետք է էտ էլ սիրուն էլի, համա չապլի, ես էլ անեմ, սենց, ես գործողությունը մնել տիմ անել, շիթիլին դնելուց եդը, մնել տենը մենք մեր ոտը էդ կռանը դրինք, այս է, սել ես, բայց ընդիվայ թե մինչև վերջ տանիմ այն, աչքիս են էլ չսիրուն երևաց, բայց որ հասնում մտի, նոր կանեմ։ Ֆողի հետ աշխատելը հանակ բան չի, սիրել է հետևորդներ ջան, իսկ ինչ վերաբերվում այս բոյբուսաթով շիթիլներին, ասեմ, որ ես իմ սաղ կյանքում, այսքան բոյով շիթիլ, ոչ առած եմ, ոչ դրած եմ, սա իմ կյանքում առաջի անգամ է, հմի, այս մի փունջը ուրիշ սորթի է, տոպրակնուցը հանել եմ, ջրումը դրել, որ տոպրակի միջին խեղթվի ոչ էլի, այս սենց բոյով է, տենում եք, որ պոչերը կապտին է տալի, այս սև պամիդորն է սիրելի հետևորդներ ջան, այս սենց, ու արդեն, այս որ ինքը սենց հայելել, չէ, հենց չտիմ դնելու, մի հատ էլ փետով կապեմ, փետ դնեմ թելով կապեմ, որ դուս կենա, սրա ճարն էլ կա, եթե նենց հաստացվել, որ դուք էլ եք շիթիլը մի քիչ հետացրել, հետո եկելա են պահնա հասել, որ արդեն սենց երգարածա, որ պետք է երգար դնեք, ոչ թե սհենստիկ դնել, այլ մի նստի փոս եք հանում, մի քիչ գրավ տեղ, սա սենց, բայց մի փետ տեի բերել, այ, բերել եմ էլի հրեսս տինար դիվանի ծերինա, սայ, սրանով փոս տիմ անել, մի նստի տագրի մեջ տիմ գծել ֆող վրա տալ, հետո ստի մի քիչ ետ ես իմ սիրուն արած մարգը ետ տիմ բութել, հետո սրան պարկացնել տիմ, իրանինան դարավ կարճ, սիրուն շիթիլ, նույն ձևով շարել տիմ, մտնում է ամբերը որ կարմրում են, Ենա դա արդեն ասում է, որ մութն է, հմի սրա արմատը, քանի որ ես ստիպեինք, չէ, ստյան, հմի կարանք սրա արմատը ստի սրան մոդիկ դնենք, որպիսի տարածությունը, հեռավորությունը ճիշտ բռնացնենք, սրա արմատը ստի ենք թաղում, սայ, Ռևում է, մի քիչ լավ չի ռևում, բայց ինձ սկացակ, էլի, Եսա որ գնամ այն մի կուրը հասնում, ընդի արդեն կրև այդ իմ արած գործողությունը, հմի պարկացնում եմ, ու շիթիլը դրանով կրճանում է, զգուշ ենք հլում կոտրենք ոչ,
ավելորդ տերևնին էլ պետքա պոկենք։ Բոյը շատ նորմալ է սենց, մի քիչ էլ հուփ ենք տալի ֆողը, որ պնդվի։ Բոյը դարավ էսքան, այդքան երկար շիթիլի։ Մի հլա առաջ կամ։ Հլա տենամ հմի ոնց կրևա, համ էլ մթնում է, մի քիչ էլ է տախնգարում էլի, որ կարող է լավ չփոխանցի տես աղցիկը, սիրելի հետևորդներ ջան, ամենախոշորի վրա եմ փորձարկում, մի հատ ուշադիր կարակ նայեք, եթե իհարկե հետարքրում է այդ պահը, այս տերևնին պոկում ենք, ստյան արմատի դուս գալ, ինչքան է, այստեղից այսքանը երկար է, այսենց, այսքանը գետնի միջին տիլի, այսքանը գետնի իրեսին, որ պարկացնում ենք, դե հենց վերքը ավելի առատ է ալում, այսենց, այս նույն ձևով, ով ինչ լավ գործանում է, սիրելի հետևորդներ ջան, լավ արած գործը թող հալալը լիանողին, պարկացրի, հլայս մի տերևն էլ կարամ կտրեմ, այսենց, ընտիրա, չորուկ բաները հրաղ եմ տանում, որ չխնգարի էլի իրան արմատակալվի, այսենց, դարավ կարճ շիթիլնի, եթե սոր շանց չի տամ, էքուս լիսով շանց կտամ, տանը տիմելիլ, սիրելի հետևորդներ ջան, 3 հատը դրին, երևի դեռ 3 հատել, էլի աչկաչափով թենց եմ ասում, սենց չոքի չոք ես գործն անել տիմ, որ համով պամիդորը ստանամ, տերևնին պոկեմ և նույն ձևի իմ գործը շարունակեմ, ես մինն էլ եմ պոկում, սա շատ լավ մեթոդ է, բայց ես իմ սաղ կյանքում այս գործն արած չեմ, սա առաջին անգամ է, որ ես այս եղանակով շիթիլ եմ դնում, արմատը ըտի, արդեն հեռացա արևում է, հետո սհենց ֆողը եդ եմ քաշում, ես լավ սիրում եմ, որ մանրամասը բացատրեմ, որ օգտակարել եմ, սիրելի հետևորդներ ջան, զգուշորեն մի նստի տագրին պնդացնում ենք, հետո զգուշորեն պարկացնում ենք, որ չկոտրվի, անգամ եթե կոտրվում է, լավ խնամելու արդյունքում, անգամ եթե մի փոքր մասնիկով կպածալում, նա ինքը տկրակալում է, արմատակալում է, հեռավորությունները տեղակ ես ինչքան լավ է, շատ ընտիր է, ուստեղ էլ ես մի տերևն էլ կարամ պոկեմ, հետո ինքը արդեն թափով աճելու է, դե ինձ սիրելի հետևորդներ ջան, արդեն մտնում է, ես գործս նույն ձևով շարունակեմ, զգուշորեն պարկացնում եմ, դեռ մի հատ էլ կտեղավորվի ես մի մարգում, աղիս արած գործերն էլ մեր սրտովն էլի, սիրելի հետևորդներ ջան, ով որ բարի գործ է կատարում, թող Աստված հաջողի բոլորիս կատարած բարի գործերը և վլոգս ավարտեմ, մինչ հաջորդ վլոգ։